Նախագահ Սերժ Սարգսյանն Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում հայտարարեց, մեջբերում եմ, գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից։ Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը։ Որքանով են մեր երկրում պաշտպանված գործարարների շահերը, որքանով են պաշտպանված քաղաքացիների շահերը հաջորդ տարվա բյուջեում, որն անվանվում է սոցիալական ուղղվածություն ունեցող։ Այս հարցերն են քննարկելու Ազատություն ռադիոկայանի այսօրվա հյուրերի Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԿ խմբակցության падգամավոր Գագիկ Մինասյանի եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՀՅԴ խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, ես ուզում եմ մեջբերել նախագահի ելույթին հաջորդած մեկնաբանություններից մեկը ժողովուրդ թերթներ դրանով հանդես եկել, որ իրականում դա ոչ թե ելույթ էր, այլ խոստումների եւ դեկլարատիվ ճշմարտությունների մի երկարատև շարան, որտեղ երակշռում էին պետք է, հարկավոր է, անխուսափելի է եւ նմանատիպ անհասցե ձևակերպումները եւ այդպիսի շարանը լսելը թերևս ավելի տանելի լիներ, եթե այն հնչեր որևէ ընդդիմադիր գործչի շուրթերից, որը չունի դրանք իրականացնելու լծակներ։ Ինչպես է վերաբերվում այս կարգի հակափաստարկներին։ Կարծում եմ սա հակափաստարկ չի, սա գործընթացից անտեղյակ մեկի գնահատական է, որովհետև կարծում եմ ակնհայտ է ցանկացած տնտեսվարողի կամ լրատվական միջոցի ներկայացուցիչի, որ Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումներ են իրականացվում հարկային ու մաքսային մարմիններում եւ սրա մասին տեղյակ են ոչ միայն գործարարները, այլև միջազգային կառույցները, որոնք բավականին բարձր գնահատականներ են տալիս մեր այդ գործընթացին։ Ինչու է սա չափազանց կարեւոր, որովհետև այն հիմքը, որով տնտեսվարող սուբյեկտները տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները հիմնավորում են իրենց ներկայությունը օրենսդիր կամ գործադիր մարմնում, հիմնականում հանգում էր նրան, որ այդ կերպ իրենք փորձում են անհարկի միջամտությունից ձեռք պահել իրենց բիզնեսները։ Ահա հենց կարծում եմ սա նկատի ունի հանրապետության նախագահը, որ ասում էր, որ հետևականորեն նրանք պետք է հեռանան իշխանության մարմինից, օրենսդիր եւ գործադիր մարմինից, եւ որտեղ դրա անհրաժեշտություն այլևս չի լինի, որտեղ բարեփոխումների արդյունքում մասնավորապես երբ մենք ստուգումները արդեն իրականացնելու ենք ռիսկերի վրա հիմնված գործառույթների միջոցով, երբ այցելությունները հարկային մարմիններ անհրաժեշտություն այլևս չեն լինելու, որտեղ էլեկտրոնային ձևով են հաշվետվությունները ներկայացնելու, դրանց անհրաժեշտությունը գործնականում վերանալու է։ Եվ կարծում եմ այս process-ի տրամաբանական ավարտը պետք է լինի այն, ինչ որ մենք ունենք զարգացած արևմտյան երկրներում, երբ ուղղակի գործարարները զբաղվում են իրենց բիզնեսով եւ այդ բիզնեսի պաշտպանության անհրաժեշտություն լինելով օրենսդիր կամ գործադիր մարմնում, այլևս չկա։ Ես քիչ հետո նորից կանդրադառնամ այդ հարցին, բայց մինչ այդ պարոն Արծվիկ Մինասյան, համարում եք արդյոք, որ իրոք երկրում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծելու ուղղությամբ։ Ահա այդ ելույթում նախագահը նաև ակնարկեց, որ մոտ ժամանակներս հանրությանը եւ գործարարներին կառաջարկեն մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաև կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում։ Համարում եք արդյոք, որ դրա համար ընդհանրապես գործարար միջավայր ստեղծելու համար նոր ծրագրի վրա է ընդհանրապես պետք աշխատել կամ ինչ որ նոր հետևի։ Ամրագրեմ, որ հանրապետության նախագահի խոսքը կապված բիզնեսի եւ պետության կամ պետական ֆունկցիայի տարանջատման հետ նոր խոսք չէ կամ իշխանության։ Սա համանդրական նորմ է։ Այլ բան, որ նախագահը իր այս խոսքով հաստատում է եւս մեկ անգամ, որ մենք շատ հեռու ենք համանդրությամբ հռչակված հիմնական սկզբունքներ իրական կյանքում ունենալուց եւ դրան համապատասխան քայլեր, որոնք պետք է նախաձեռնվեն։ Ես ցավում եմ, բայց սա առաջի դեպքը չէ, երբ հանրապետության նախագահի խոսքերը ճշմարտացի են, բայց իրականությունը այլ է եւ այն մարմինները եւ պաշտոնատարանձինք, որոնք պետք է հետևեն այս խոսքի կյանքի կոչելուն, այդպես էլ չի երևում այդ քայլերը, սկսած բիզնես միջավայրում բարեփոխումներից ավարտված կոնկրետ նպատակային ծրագրերով։ Ինչու եմ սա հատկապես կարևորում։ Տեսեք, հանրապետության նախագահը առաջին անգամ չէ, որ խոսքեր է արտաբերում, որոնք իսկապես անհրաժեշտ են քաղաքացիական հասարակություն, ուժեղ պետություն, ժողովրդավարական, սոցիալական, իրավական երկիր կառուցելու տեսակետից։ Բայց արդյոք գործադիր իշխանությունը հետևում է այս տրամաբանությանը եւ անում է անհրաժեշտ քայլերը։ Ակնհայտորեն ոչ, սկսած գնաճի զսպման
քաղաքականությունից, բանկերի դերակատարության ավելացումից, վերջացած վերջին խոսքում արդեն բիզնեսի եւ իշխանության տարանջատման մոտեցումներից։ Բոլորս գիտենք, որ այսօր բիզնես ներկայացուցիչները գտնվում են թե ազգային ժողովում, թե գործադիրում, բայց որ պետք է իրականացվի կոնկրետ քայլ, մենք տեսնում ենք նաև ընդունված օրենքներով։ Նույն հանրային ծառայությունների մասին օրենքը չի խոսում այս սկզբունքի գործադրման մասին։ Հանրային ծառայությունների մասին օրենքը, որ 2012 թվականի հունվարի 1-ից պետք է գործադրվի, իրականության մեջ քողարկում է հենց բիզնեսի եւ իշխանության տարանջատումը, ընդհանրապես ձևական նորմեր պարունակելով իր մեջ։ Ես կարծում եմ, որ այն գործընթացը, որում մենք գտնվում ենք, ուղղակիորեն նպաստելու է հանրապետության նախագահի կողմից ասված մտքի իրականացմանը եւ հերո չէ հաջորդ խորհրդարանական ընտրությունները եւ ես համոզված եմ, որ մեր հանրության ստվար զանգվածը կտեսնի, որ այն ինչ որ մենք ասում ենք, այն ինչ որ ասում է հանրապետության նախագահը, դա կյանքի է կոչվելու եւ կոչվելու է շատ շուտ հենց հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ այս թեմայի վերաբերյալ եւս մի հարց ու սրանով սահմանափակվենք, ելի մեջբերում մամուլի մեկնաբանություններից, ազգ օրաթերթի մեկնաբաններ առաջարկել առանց կեղծավորության պատասխանել այն հարցին, թե երբ, ինչու եւ ինչ պատճառով է գործարարը հայտնվում իշխանության մեջ կամ պետական համակարգում եւ ինչու նա չի կարող իշխանությունից դուրս լինելով իրեն պաշտպանված գալ։ Պատասխանը առաջարկված հետևյալն է, որ երբ ստեղծվի այնպիսի միջավայր, որ գործարարին բոլորովին պետք չլինի մուծվել եւ դրա դիմաց արտացոլվել նախընտրական ցուցակի անցողիկ տեղում, համապատասխան պաշտպանական զրահաբաճկոն ստանալով, երբ հարկայինը հարկային տեռոր չանի նրա նկատմամբ գործարարներին չբաժանի մերոնքական եւ ոչ մերոնքական գործարարներին, իշխանությունը մեկին տանիք չդառնա, մյուսին անտեր թողնի կամ կողոպտի, ահա այս դեպքում կարելի կլինի տարանջատումից։ Պարոն Նեսյան, համաձայն եք արդյոք, որ քանի դեռ իրոք այս վերոնշյալ խնդիրները լուծված չեն, ուղղակի խոսելը գործարարության եւ իշխանության տարանջատման մասին մի քիչ ոչ այնքան հիմնավոր է թվում։ Գիտեք, չկա աշխարհում որևէ երկիր, որտեղ այս բոլոր խնդիրները բացարձակապես մաքուր լուծված են։ Տարբեր երկրներում էլ կա իշխանության հովանավորչություն այս կամ այն բիզնեսի նկատմամբ եւ հակառակը բիզնեսի ներգրավվածությունը քաղաքականության մեջ սկսած լոբիստական գործողություններից ավարտված ուղղակի մասնակցությամբ։ Խոսքը գնում է չափի եւ ժամանակի մասին։ Հայաստանի Հանրապետությունը, որը որդեգրել է օրինակ պրոֆեսիոնալ պարլամենտարիզմի գաղափարը, երբ պարլամենտը պետք է լինի բացարձակապես միայն այնպիսի անձանցով կազմված, որոնք զերծ են բիզնես մթնոլորտից եւ բիզնես միջավայրում գործունեություն ծավալելուց։ Եվ մեր մոտ քանի որ չեն պահպանվում այս կանոնները, ակնհայտ է, որ բոլորը ձգտում են հայտնվել պարլամենտում, որպեսզի իրենց համար որոշակի հովանավորչական խնդիրներ լուծեն։ Այլ բան, որ իրական կյանքը նաև ցույց է տալիս առանձին դեպքերում, որ շատ դեպքերում պատգամավորական մանդատը այդպես էլ չի կանգնում հովանու այդ մարդու գործունեության համար։ Եվ ես այսօր տեղյակ եմ բավական շատ նույն իշխանական падգամավորներից, ովքեր զզվել են այս իրավիճակից, անկեղծորեն ասած, այս բառս համար ներողություն, բայց ասում են ավելի լավ է մենք չհայտնվեինք այստեղ, որովհետև ոչ միայն չեն կարողանում պաշտպանել մեր բիզնեսը, այլ նաև անիմաստ տեղը ծախսեր ենք կատարել, սկսած ցուցակում հայտնվելու համար հսկայական գումարներ տրամադրելուց, վերջացած քարոզարշավի եւ տարբեր ձևի ընտրակաշառքների բաժանման միջոցով ձայներ վերցնելով իշխանական գրեթե բոլոր խմբակցությունների մասին է, կոալիցիոն բոլոր գրեթե խմբակցությունների մասին է, որովհետև ակնհայտ է այս մարդկանցից շատերը այսօր դժգոհում են նույն իշխանության վարկագծից, որովհետև կա նաև խաղի անկանոն մի շարժում, որի արդյունքում նույն դաշտում գտնվող բիզնես միջավայրում գտնվող երկու սուբյեկտ, երկու անձիկ, երկուսն էլ падգամավոր են, մեկի նկատմամբ հովանավորչությունը ավելի շատ է, քան մյուսինը, եւ բնականաբար քիչ հովանավորություն ունեցողը սկսում է դժգոհել։ Սա արդեն խոսում է դեգրադացիայի աստիճանի մասին, որ բավական չէ, որ բացահայտ ձևով այսօր падգամավոր հանդիսացող գործարարը հայտարարում է, որ իր մոտ աշխատատեղեր չեն փակվում, ինքը շատ լավ վճարում է, այսինքն բացահայտ հրապարակում է, որ խախտում է սահմանադրական նորմերը, ևս մեկ անգամ փորձ անում դժգոհել, որ ինչու խաղի տարբեր կանոններ են գործադրվում երկու բիզնես падգամավորների միջև։ Մենք հիմա կանցնենք մի հարց հետո, այսպես ասած, բյուջեի վերաբերյալ, բայց մինչ այդ մի միջանկյալ հարց, պարոն Նեսյան։ Ես չպետք է դառնամ այդ։ Խնդրեմ, իհարկե։ Տեսեք, այն ինչ որ ասում եմ պարոն Նեսյան, իհարկե իրականության չի համապատասխանում։ Իրականության մեջ կա բոլորովին այլ երևույթ։ Եվ այդ երևույթը արձանագրվում է ոչ միայն մեր հարկատուների, այլև միջազգային կառույցների կողմից։ Դա հետևողական
Իհարկե այդ process-ը մի օրում հնարավոր չի իրականացնել։ Հետևական բարեփոխումն է հարկային մարմիններում եւ հետևական բիզնես միջավայրի նորմալացումն է։ Ես չեմ բացառում, որ կան բացասական երևույթներ, բայց չտեսնել տենդենսը ուղղակի անթույլատրելի է։ Իսկ այդ տենդենսը մեզ տանում է այն իրավիճակին, որում արդեն գտնվում են կայացած երկրները, երբ ցանկացած տնտեսվարողի համար անկախ նրա կուսակցական պատկանելությունից, անկախ նրա քաղաքական կողմնորոշումից գործելու է նույն օրենքը եւ այս ընթացքը կարծում եմ անկասելի է եւ բարեփոխումները բերել են այդ իրավիճակին եւ դրա ապացույցը արդեն կա, ես չեմ ուզում ասեմ ապագայում կլինի, արդեն կա, համեմատեք այն իրավիճակը, որ այսօր է, երբ մենք ուղղակի չունենք գերավիճարների հավաքման գործընթաց, երբ չունենք հարկային մարմինների կողմից բացահայտ միտումնավոր ստուգումներ, իրավիճակի, որ մենք ունենք տարիներ առաջ եւ այս տենդենսը չնկատել կարծում արդարացված չի։ Փոքրիկ մի մեկնաբանության կարոք այս շաբաթ ուրեմն պետեկամուտների կոմիտեն հրապարակեց առաջին 1000 հարկատուների ցուցակը եւ այս տարվա առաջին 9 ամիսներին նրանց վճարած հարկերի չափերը եւ վերել էր եզրակացության այդ ցուցակը, որ օլիգարխները աստիճանաբար նվազեցնում են իրենց վճարած հարկերը։ Օրինակ Սամվել Ալեքսանյանին պատկանող Նատալի ֆարմ ընկերությունը այդ մեկ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալը նվազեցրել է մոտ 7%-ով, ասենք ԴՀԿ ծառայության պետ Միրան Պողոսյանի քեթրինը էլի պակաս է վճարել 4.6%-ով պակաս, Միխայել Բաղդասարովին պատկանող Միկան եւ այլն կարելի է շարքը շարունակել։ Այս բացասական միտումը ձեզ համար ինչ բացատրություն ունի։ Եթե կարելի է ես պատասխանեմ, հետո խնդրեմ նաև որ իմ գործընկերը անդրադառնա այդ խնդրին։ Կարծում եմ այդ մոտեցումը արդարացված չի։ Ես չեմ կարծում, որ պետք է ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ տարեց տարի հարկերի մուծման մակարդակը դառնա այդպիսի եզրահանգման հիմք։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե վերցվի հենց այդ 1000 տնտեսվարող սուբյեկտների մուծված կողմից մուծված հարկերի տոկոսը ընդհանուր հարկերի բաժնում, որտեղ կարող է մի տնտեսվարող սուբյեկտի մոտ օբյեկտիվ պատճառով տարին լինի հաջող կամ անհաջող, սա ակնհայտ է, բայց եթե մենք վերցնում ենք խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի տոկոսը ընդհանրապես հարկերի մեջ, ապա դա ակնհայտորեն տարեստարի ավելանում է։ Եվ այս առումով ես ուզում եմ հստակ արձանագրեմ, որ փոքր եւ միջին բիզնեսի կողմից մուծվող հարկերի տոկոսը գնալով նվազում է եւ դա կարծում եմ միայն ուրախալի պետք է լինի։ Շատ լավ, հիմա անդրադառնանք։ Ես շատ արագ մի հատ անդրադարձ կատարեմ, քանի որ պարոն Մինասյանը խոսեց դրա մասին, բայց տեսեք, գուցե իշխանությունների համար իմ ասածները իրականությանը չհամապատասխանեն, այսպես ճակերտավոր ասած, բայց իրականությունը հետևյալն է։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ բիզնեսը մխրճվել է քաղաքականության մեջ եւ քաղաքականություն միջոցով ստեղծում է իր հավելյալ փողը։ Եվ եթե տնտեսագետի լեզվով ասենք, մարքսյան տնտեսագիտության փող շտրիխ ապրանք փող շտրիխ ապրանքը այսօր վերածվել է փող իշխանություն փող շտրիխի, որտեղ փողի շտրիխը միշտ ավելի մեծ է, քան սկզբնական փողն է, եւ դա ի շնորհիվ իշխանության։ Եվ սա ցավալի դրսևորում է ու տարածված է մեր բոլոր ոլորտներում, իշխանական բոլոր ուղղություններով։ Այստեղ չնկատել դա ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է բիզնես միջավայրում անընդհատ իրականացվող բարեփոխումներին, պետք է նաեւ հղում հենց անելով միջազգային գնահատումներին ասենք բիզնես վարման միջազգային համաշխարհային բանկի տրված գնահատումների համաձայն Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանությունը ավելի է վատացել, քան նախորդ տարի էր։ Եվ սա նշանակում է, որ իրականության մեջ ոչ միայն դատական համակարգի անկախության խնդիրն է բարձրանում, այլ մարդը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին վստահ չէ իր սեփականության իրավունքի պաշտպանության վրա, ինչը առաջին պայմանն է մարդու կողմից եկամտաստեղծ գործունեություն իրականացնելու մեջ վստահություն ունենալու եւ ապագայի նկատմամբ հավատ ունենալու տեսակետից։ Անցնենք մեր քննարկման երկրորդ թեմային։ Այ պարոն Մինասյան, այս շաբաթ հրավիրված ասուլիսում կարծեմ դուք արդեն համոզմունք եք հայտնել, որ բյուջեն նախորդ տարիների նման կունենա սոցիալական ուղղվածություն, քանի որ ծախսերի 48.3% ուղղվելու է հենց սոցիալական խնդիրների լուծմանը։ Այլ տնտեսագետներ բավական վերապահումով են վերաբերվում այս հայտարարության, նշելով, որ այդ կենսաթոշակների աննշան ավելացումները չեն լուծում այսօր գոյացած սոցիալական բնույթի խնդիրները։ Հիմնական կենսաթոշակի չափը
նախատեսում եք բարձրացնել ընդամենը 2500 դրամով, հա, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը հասցնելու եք ընդամենը 16226 դրամի։ Տեսեք, երկու պատասխան եմ ուզում տամ։ Առաջինը նա է, որ մեր այդ ավելացումները կազմում են բազային նկատմամբ 10%։ Եվ եթե մենք անդրադառնանք այն խնդրին, թե ինչպիսին է լինելու եկող տարվա գնաճը, ապա ակնհայտ է, որ այդ գնաճը առնվազն 2 անգամ զիջելու է այդ 10%-ին։ Ես չեմ ուզում ասեմ, որ մեր քաղաքացիները, որոնք ապրում են միայն նպաստներով կամ թոշակներով, ապրում են լավ կամ վատ։ Սակայն մի բան ակնհայտ է, որ նրանց վիճակը 10%-ի իրենց եկամուտների հավելումի եւ 4%-ի գնաճի բարձրացման պարագայում չի վատանալու։ Սա ակնհայտ է։ Երկրորդը մենք ունենք նաեւ երկրորդ ծրագիրը, դա սոցիալական փաթեթի գաղափարն է։ Մեր հանրային ծառայության աշտավարձի ֆոնդը կազմում է շուրջ 180 միլիարդ դրամ եւ 18 միլիարդ փաթեթի ծավալ, այսինքն մոտ 10%-ը այստեղ եւս որպես սոցիալական օժանդակություն տրվելու է ծառայողներին։ Եվ սա եւս ընդգծված սոցիալական ուղղվածության մի ծրագիր է։ Տեսեք, մենք ոչ թե բարձրացնում ենք աշխատավարձները բոլորի, այդ ծառայողների 10%-ով, որի պարագայում ավելի բարձր աշխատողների համար դա կլներ ավելի մեծ գումար, ավելի ցածր աշխատավարձ ունեցողների ավելի փոքր գումար, այլ բոլորին տալիս ենք նույն գումարը, այսինքն 100-120 հազար դրամ, փոքր աշխատավարձ ունեցողի համար դա կարող է իր աշխատավարձի եռապատիկը լինել, իսկ մեծ աշխատավարձ ունեցողի համար դա կարող է լինել իր աշխատավարձի 1/3-ը։ Եվ սա եւս ընդգծված սոցիալական քայլ է։ Այս առումով ես կարծում եմ, եթե մենք գումարենք այդ երկու ծրագրերի գումարները, շուրջ 37 միլիարդ դրամ է կազմում։ Այն պարագայում, երբ մեր հավելումը բյուջետական բյուջեի ծախսերի նախորդ տարվա նկատմամբ 41.5 միլիարդ է։ Որ սոցիալական ոլորտը այնուամենայնիվ միայն կենսաթոշակառուներով նպաստառուները չեն, իսկ բյուջեի մի շարք ցուցանիշներով դեռ օրինակ պետությունը դեռ նույնիսկ կրճատելու է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ծրագրի գծով ծախսերը, որոշակի 113.1 միլիոն դրամով, պակասել է նաև գործազուրկներին տրամադրվող նպաստների թվային ցուցանիշը եւ կարող եմ այսպես շարքը շարունակել։ Ահա այս պայմաններում սոցիալական ուղղվածության մասին խոսելը որքանով է տեղի։ 2007 թվականից ես համարվում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եւ այդ թվականից սկսված չի եղել մի տարի, որտեղ պետական բյուջեն, իշխանությունները, այդ թվում նաեւ այն ժամանակ, երբ մեր կուսակցությունը հանդիսանում էր կոալիցիայի անդամ, չի հայտարարել, որ բյուջեն սոցիալական է։ Իրականության մեջ սակայն կա խեղաթյուրում սոցիալական ուղղվածության եւ սոցիալական բյուջե հասկացությունների միջև։ Փոքր բյուջեի պայմաններում, ինչպիսին որ Հայաստանի բյուջեն է, չի կարելի համարել սոցիալական բյուջե։ Մենք կարող ենք ասել, որ այդ բյուջեում ծախսերի մեծ մասը ուղղված են սոցիալական ոլորտին, բայց դա որևէ ձևով աղերս չունի ոչ սոցիալական բյուջե հասկացության եւ ոչ էլ սոցիալական պետություն կոնցեպցիայի լիարժեք գործադրման հետ։ Խնդիրը նա է, որ երբ մենք խոսում ենք բյուջեի մեջ եղած տեսակարար կշռի մեծության մասին, սոցիալական ոլորտին հատկացող, նաև պետք է դրսևորենք, տեսնենք դրա արդյունքը։ Եթե սոցիալական բյուջե անվան տակ աղքատությունը ավելի աճում, մասնավորապես հասնելով 35%, իսկ փորձագիտական գնահատականներով 50%-ից ավելի։ Եթե մարդկանց կենսամակարդակը ել ավելի անկում է ապրում, եթե Հայաստանի կենսաթոշակառուն ավելի վատ պայմաններում է գտնվում, քան թե նախորդ տարիներ։ Այսպիսի պայմաններում խոսել սոցիալական բյուջեի մասին նշանակում է չհարգել մեր քաղաքացուն եւ չունենալ սոցիալական պետության կոնցեպցիան լիարժեք գործադրելու իրական մեխանիզմներ եւ հնարավորություններ։ Ինչու է պակասում այն գումարը, որը երեխայի ծննդյան նպատակներով էր օգտագործում, որովհետեւ ինչպես ցույց տվեց փաստը եւ փորձառությունը, այն անպագորգոր հայտարարությունները, որ արվում էր, սկսած կոալիցիայի առանձին քաղաքական ուժերից, որոնք հայտարարում են, որ իրենց նախաձեռնությամբ անվճար ծննդօգնություն եղավ եւ այլն, եւ սա նպաստեց դեմոգրաֆիական իրավիճակի բարելավմանը, սա ցույց է տալիս հստակ, նաեւ իշխանության կանխատեսումը, որ հաջորդ տարի մենք ունենալու ենք ավելի քիչ ծնունդներ,
քան 2010 թվական, 11 թվականներ։ Դեմոգրաֆիական խնդիրների բնագայում Այո, այսինքն սա նշանակում է, որ այն ծրագրերը, որոնք իրականացվում են, չեն նպաստում էականորեն բարելավմանը, մինչդեռ մենք այսօր իսկապես ունենք սոցիալ-տնտեսական եւ դեմոգրաֆիական շատ լուրջ խնդիր։ Եվ այստեղ խոսել միայն զուտ թվային լեզվով, թե ինչքան ենք բյուջեից հատկացում անում սոցիալական ոլորտին, չնայելով դրա որակական հիմնարար մոտեցումները, նշանակում է չտեսնել իրականությունը։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, պարոն Մինասյանը ճիշտ է նշում է, որ կանխատեսման համաձայն ինֆլյացիան գնաճը լինելու է ավելի փոքր, քան թե բազայնի նկատմամբ աճն է լինելու կենսաթոշակների եւ նպաստների մասով, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք եթե խոսում ենք ինֆլյացիայի մասին, բերեք այդ ինֆլյացիան կիրառենք կենսափոխման նվազագույն բյուջեի կամ սպառողական նվազագույն զամբյուղի նկատմամբ, որը 65000 դրամ է եւ որի դեպքում 5% գնաճը բերում է 3750 դրամի, մինչդեռ բարձրացումը 2500 դրամ, այսինքն նույնիսկ ֆորմալ առումով, անվանական առումով երկու ցուցանիշներն իրար հետ համադրելի չեն կարող լինել։ Այն բան, որ մենք այսօր քիչ գումար ենք տալիս կենսաթոշակառուին, նպաստառուին, կենսափոխման նվազագույն բյուջեի 50%-ն էլ չի անցնում։ Այդ նշանակում է, որ մենք իրականությունից բավական հեռու ենք։ Այո, մենք գնահատում ենք, որ այսօրվա հնարավորությունները այսօրվա իշխանության պայմաններում այսքան են, բայց մենք կարող ենք բազմապատկել այդ հնարավորությունները եւ մենք ուղղությունը տվել ենք։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք գնաճի եւ աշտավարձի կամ նպաստի տոկոսային կողմի մասին, չեմ կարծում, որ այստեղ իմաստունի անդրադառնալ նաեւ թվայինին, որովհետեւ տոկոսն է, որ ցույց է տալիս, ես ինքս ասացի, որ համաձայն չեմ այն գնահատականներից, որ այսօրվա մեր թոշակառուները կամ նպաստառուները լավ վիճակում են գտնում, սակայն պետք է համատել այն հնարավորությունները, որոնք նրանք ունեն այսօր, այն հնարավորություններից, որ ունենալու են վաղը։ Եվ ակնհայտ է, որ եթե մենք բարձրացնում ենք նրանց հնարավորությունները 10%-ով, իսկ խնդիրները գնաճի տեսքով, նրանց մոտ պետք է լինեն ընդամենը 4%, ակնհայտ է, որ նրանց հնարավորությունները չեն վատանում։ Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որ մենք սոցիալական ուղղվածության բյուջե ենք իրականացնում, թե ոչ, այստեղ կարծում եմ վիճելու խնդիր չկա։ Եվ մեր հնարավորությունների սահմաններում դա իրականացվում է։ Եվ մեկ կարևոր հանգամանք, որը նաև բացատրում է, թե ինչու է եկող տարվա հնարավորությունները հենց այսպեսին։ Տեսեք, մենք մեր հարկային եկամուտները 101 միլիարդով ավելացնում ենք։ Այն պարագայում, երբ մեր բյուջետային ծախսերը ընդամենը 41.5%-ով են ավելանում։ Այստեղ պարադոքս կա, եւ այս պարադոքսի վերհանումը կարծում շատ հարցի իրենց տեղն է դնում։ Եկող տարվա մեր բյուջեն, եթե ընդհանրապես որևէ բան չփոխվեր եւ մենք տնտեսական աճ ունենայինք եւ ընդհանրապես գնաճ ունենայինք, արդեն 57 միլիարդով ավելի պակաս պետք է լիներ իր ծախսային մասով երկու կարևոր պատճառներով։ Առաջինը, որ մենք հետևականորեն նվազեցնում ենք մեր դեֆիցիտը, իսկ դեֆիցիտի չնվազեցումը մեզ կվտանգի եւ կբերի այն իրավիճակում, որ այսօր գտնում են արևմտյան Եվրոպայի հարավային երկրները, եւ այստեղ մենք ուղղակի հետևականորեն հասցրել ենք այն մակարդակին 3%-ային մակարդակին, որը անվտանգ է մակրոսոցիալական կայունության տեսակետից։ Եվ երկրորդը շուրջ 42 միլիարդով նվազում են պաշտոնական դրամաշնորհները։ Այսինքն, եթե որևէ բան չարվեր պետության կողմից, այս տարի նախորդ տարվա նկատմամբ մենք ունենք 57 միլիարդի ավելի ցածր ծախսային մաս։ Եվ միայն այդ 101 միլիարդի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք միայն ոչ միայն այդ մինուսը փակել, այլև 41.5 միլիարդով ավելացնել մեր ծախսը։ 41.5 միլիարդից, ինչպես ես ասացի, շուրջ 37-ը գնում են թոշակների բարձրացմանը, նպաստների բարձրացմանը եւ այդ փաթեթի իրականացմանը։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։